Սերես ինչի եք վերկացել, լավ եք զգում ձեզ։ Թե, այդքան էլ լավ չեմ, դեռ թույլ եմ, բայց ջուր էի ուզում, տանն էլ մարդ չկար։ Ոնց, ոչ մեկը տանը չի։ Թե, Լիլիան դուրս է եկել, Նարեկն էլ դպրոց է գնացել։ Ես հիմա օգնեմ գնանք սենյակ։ Չէ, Ալա ջան, ես կգնամ, հիմա սիրտս ավելի հանգիստ է։ Տիկին Սեդա, բժիշկն ասեց պարկեք, դեղերը խմեք, որ շուտ լավանաք։ Ինչ լավանալ, ինչ առողջանալ, ես հույլ չեմ լավանալու։ Ինձ խափում եմ էլի, Ալա ջան, ուղղակի չեմ ուզում, որ Տիգրանս գա ինձ պարկած տեսնի, շատ կան հանգստանա։ Այ դրա համար ուզում եմ դեղերը խմեք, որ առողջանաք։ Եղավ, պայմանավորվեց։ Այ միջալյոց, Տիգրանս 3 օրից արդեն էստեղ կլինի։ Ինչ լավ է։ Դե լավ, դու գնա քո գործին, ես կգնամ իմ սենյակ։ Ես ինչի պարոն Գնոնին ինքը ինձ չի ասել, որ մոտից գումար ապակասում։ Ինչի։ Ինձ համար արդեն շատ դժվար է այս տուն գալը։ Հիմա անընդհատ պիտի հիշեմ, որ տանից բան ա կորել։ Ինչ, ինձ ոչ մի բան պետք չի։ Говорит Илья, բայց պարոն Գնոնին Ты меня не поняла? Мне ничего не нужно. Պարոն Գնոնին չի սիրում, որի բացակայության դեպքում ինչ որ մեկը մտնում է սենյակ։ Ես Իրակինն եմ։ Հատուկ զգուշացրել է, որ անգամ ընտանիքի անդամներից ոչ ոք սենյակ չմտնի, նա չի սիրում։ Ես գիտեմ, թե ինչ է սիրում պարոն Գնոնին։ Իսկ հիմա դուրս արի։ Արագացրու։ Шут. Дверь закрой с той стороны. Седа. Тикит Седа. Գիտեմ, ես նկարից Տիգրանի սենյակում եմ տեսել։ Ես լավ ամուսին եմ ունեցել, լավ։ Բայց գիտես, հիմա որ մեկ ուզում եմ հիշել, չեմ կարողանում դեմքը հիշեմ։ Անմիջապես աչքիս առաջ է գալիս իր մահվան տեսարանը, Տիգրանի տանջանքները, իմ տառապանքները։ Ամեն մի անհաջողություն մեր տան հետ կապված նրա բացակայությունից էր։ Վերցնում եմ նկարը, նորից դնում եմ դարակը, որ նորից չհիշեմ այդ ամենը, որ նորից վշտերս չթարմանա։ Բայց գիտես, կարծես սենյակս մի անգամից դատարկվում է։ Նորից հանում ու դնում եմ այստեղ։ Ես լավ հասկանում եմ ձեր վեշտը, Տիկին Սեդա, բայց վախենում եմ, որ կվատանաք։ Չէ, մի վախեցի, չեմ վատանա։ Նոր Տիգրանից հետ էի խոսում։ Գիտես, Տիգրանից ամեն մի խոսք, ամեն մի շարժումը հոր նման է։ Տիգրանս փոքր ժամանակ շատ լուրջ տղա էր, շատ։
Գիտես միչև մի բան էր անում, այնքան էր մտածում, երկար բարակ նոր անում էր։ 10 տարեկանում ինձ այնպիսի խորհուրդներ էր տալիս, որ ես ուղղակի զարմանում էի։ Բայց որ մահից հետո Տիգրանս մի անգամից փոխվեց։ Ճիշտ է, նա ասում եմ, չէ, նա միշտ էլ լուրջ ա եղել, իր հասակակից երեխաներից տարբերվել ա։ Բայց որ մահից հետո Տիգրանս մի օրում դարձավ իմ հենարանը, իմ տան սյունը, իմ տան տղամարդը։ Գիտեք, տիկին Սեդա, դժվար կյանք տեսած մարդիկ միշտ էլ խելացի ու լուրջ են մտածում, որովհետև իրենք են սովորում կյանքից, ամեն ինչի միջով ստիպված են լինում իրենք ինքնուրույն անցնել։ Գուցե, բայց Տիգրանի սպիշտը շատ մեծ էր։ Ախ, բոլոր դեպքերում Տիգրանս շատ ծանր կտաներ հոր մահը, որովհետև հորը շատ էր սիրում, շատ էր հավատում, հայրը իր համար օրինակ էր։ Տիգրանից ցավը շատ մեծ էր, որովհետև ամուսինս ողբերգական մահ ունեցավ։ Ես չէի կարողանում պատկերացնել, թե դրանից հետո ոնց պետք է ապրեմ։ Ես չէի պատկերացնում իմ կյանքն առանց իրեն։ Եվ երբ մեկն ու մեկը գալիս էր, ինձ ցավակցում էր, մխիթարում էր, ասում էր, բայց կյանքը շարունակվում է, պետք է ապրել։ Ես զայրանում էի ու անմիջապես թշնամանքով էի վերաբերվում նրան։ Ես ոչ ոք չէր հասկանում ինձ, ոչ ոք չէր հասկանում, որովհետև ներկան մութ էր, իսկ ապագան չէր երևում։ Ես ամաչում էի Տիգրանին ասեմ, որ կա հաց ուտի, որովհետև օրերով հաց չէր ուտում, ես էլ չէի ուտում։ Ես ամաչում էի Տիգրանին ասեմ, որ կա հաց ուտի, որովհետև դրա ժամանակը չէր։ Ես Տիկին Սեդա, սարսափում էի անորոշությունից։ Տիկին Սեդա, լավ, պետք չի, հետո կպատմեք, լավ, հիմա մի քիչ պարկեք, հանգստացեք։ Ամուսնուս մահը դարձավ բոլորի խոսակցության առարկան։ Բոլորը միայն մեր մասին էին խոսում։